բոլոր լաբորատոր սարքերով հագեցած ենք, ունենք հաղորդակի ծանոթներ, էլեկտրացույցներ, էլեկտրաշարժիչները, Արքիմեդի սարքն ունենք։ Հրազդանի նորակառույց դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհին շտապում է ցույց տալ լաբորատոր նոր գույքը, որ մանկավարժներին էլ պակաս չի ոգևորում։ Նախկինում ունեցել ենք սարքերը, պարզապես հիմնական մասը արդեն շարքից դուրս եկած են եղել։ Նոր սարքավորումներով այս ուսումնական տարվանից են աշխատում, եթե մինչև այդ ստիպված էին սահմանափակվել վիրտուալ լաբորատորիայով, հիմա իրական հնարավորություններն են գործի դնում։ Էլեկտրական հոսանքը եւ նրա ազդեցությունը 9-րդ դասարանցիների նախագծային աշխատանքը արդյունավետ դասերի լավագույն վկայությունն է։ Բաժանվել ենք խմբերի, հաշվարկները կատարել է մի խումբը, հավաքել են մյուս խումբը եւ ամբողջությամբ իրականացրել են ամբողջը։ Աշակերտների պատկերացրած փոքրիկ բնակավայրը լուսավորելու համար 6 շաբաթ է պահանջվել։ Գործը գլուխ բերելուն օգնել են նոր ամպերաչափերը։ Փորձանոթի մեջ ավելացնում ենք 2.5 մաղաթթու, ջրաստի գազը անջատվում է այստեղ։ Քանի որ այն թեթև է, դրա համար ենք բարձրանում, տակացել է։ Ահա, այս ինչ գազ է։ Ինչ անջատվեց, ջրաստի գազը։ Նոր հնարավորությունները բնագիտական առարկաների նկատմամբ նոր հետաքրքրություն են առաջացրել։ Ռազմիկը դեռ չի բարձրաձայնում ինչ մասնագիտություն է ընտրելու, բայց չի հերքում։ Այս դասերը կարևոր դեր ունեն։ Լաբորատորիայի բոլոր փորձերը մեզ օգնել են, որպեսզի մենք եւ սիրենք առարկաները եւ կողմնորոշվենք մեր մասնագիտությունը։ 3 դասընկերուհիներն էլ արդեն հստակ գիտեն, թե դպրոցից հետո որբուղն են դիմելու։ Ապագա բժիշկներն առայժմ դպրոցի լաբորատոր հնարավորություններով են ամրապնդում գիտելիքները, փորձում են բանանի ԴՆԹ-ն անջատել։ Քանի որ քրոմոսոմը կազմված է ԴՆԹ-ից եւ սպիտակուցից, իսկ մեզ հարկավոր է ԴՆԹ-ն, որը գտնվում է քրոմոսոմի մեջ, հարկավոր է քայքայել սպիտակուցը, իսկ աղը օգնում է քայքայել սպիտակուցը։ Նոր սարքավորումների հնարավորությունները սակայն ստիպված են օգտագործել հին նյութերով, մինչև որ դպրոցը ձեռք կբերի նորերը։ Սարքավորումներից էլ ինքնուրույն են փորձում գլուխ հանել, ուսուցիչները դեռ չեն վերապատրաստվել։ Գնալու ենք շուտով վերապատրաստման, ամեն ինչ մեզ ներկայացնելու են, փուլերով են անում վերապատրաստումը, շուտով մեր հերթն գալու, մենք էլ ենք գնալու, ամեն ինչ բացատրելու են նոր չափորոշիչ հետ կապված։ Մինչև ուսուցիչները սպասում են վերապատրաստման իրենց հերթին, սաները հանրապետական օլիմպիադայի են պատրաստվում։ Նոր հնարավորություններով դպրոցում Անին ու Էրիկը նոր իմացություններով են զինվում։ Օրինակ, ինչ կապ կա Հայոց Այբուբենի ու Մենդելևի Աղուսյակի միջև։ Ոտառը Հայոց Այբուբենում 24-րդն է։ Ս-տառը 29։ Կ-տառը այստեղ 15-րդը եւ ի-տառը 11-ը։ Ընդհանուր կազմում է 79, դրանք համոզվենք։ Ոսկի տարի կարգաթիվը այստեղ 79 է։ Իսկ աշխարհագրության դասարանում օթերևութաբանության մինի կայանն է աշակերտներին գրավում։ Սարքի շարժիչ ուժը դպրոցի տանիքում է։ Դասարանում մոնիտորի օգնությամբ հետևում են եղանակային փոփոխություններին։ Եթե նախկինում երեխաներին տանում ենք մեր մարզային օթերևութաբանական կայան, այսօր արդեն այդ հնարավորությունը մեր դպրոցում կա։ Տարբեր քարտեզներից մինչև օգտակար հանածոների տեսակներ, առարկային անհրաժեշտ բոլոր հնարավորությունները կան։ Այս կամ այն բնագիտական առարկայի նկատմամբ աշակերտների հետաքրքրությունն ավելացնելու համար ջանք չեն խնայում, նոր գույքի հետ ստացած փոքրիկ ակվարիումն են անգամ օգտագործում, ձկներին էլ երեխաներն են խնամում։ Անհրաժեշտ գույքով զինվելուց հետո հատուկ ակտիվությամբ են անցնում նաև ֆիզկուլտուրայի դասերը։ Տարիներ շարունակ դպրոցը հնարավորություն չի ունեցել եւ առարկան մնացել է անտեսված։ Այնինչ դեռ 1 տարի առաջ ընդամենը թեորիա էր, այսօր նոր դպրոցում իրական գործնական աշխատանք է։ Հենց դա էլ աշակերտներին ստիպում է հատուկ ոգևորությամբ դպրոց շտապել։